դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում, դեպքը տեղի չի ունեցել իմ ներկայությամբ։ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը պնդում է ինքն առնչություն չունի կաշառք ստանալու դեպքին, որի հիման վրա ազգային անվտանգության ծառայությունը նախորդին ձերբակալել է թաղապետարանի 2 աշխատակցի։ Ձերբակալվածները մեր տեղեկություններով վարչության պետի կամ տեղակալի պաշտոններ չեն զբաղեցնում։ Նրանց անունները սակայն պաշտոնապես չեն հաղորդվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն միայն հայտնել է, որ քրեական գործը վերաբերում է խոշոր չափի կաշառք ստանալուն։ Ձերբակալվածներից մեկին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Ձերբակալությունների լուրի տարածումից ժամեր անց Շենգավիթի թաղապետը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ տեղի ունեցածին։ Նա հայտարարեց՝ մեջբերում եմ փող ուտելն իմ համար կարմիր գիծ է։ Մկրտչյանն իր աշխատակիցների գործողությունները որակել էր որպես պետության հանդեպ դավաճանություն։ Այսօր էլ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում վերահաստատեց իր տեսակետը։ Համայնքային պետական բյուջեից 1 լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկայություն է։ Մկրտչյանը վստահեցնում է կոռուպցիոն սխեմաներից խուսափելու համար ամենամսյա ստուգումներ են իրականացնում թաղապետարանում։ Անգամ այս գործողությունը չէր կարող երկար կյանք ունենալ, եթե անգամ չբացահայտվեր մեր գործընկերների կողմից։ Դա բացառում եմ եւ Շենգավիթ վարչական շրջանում բացառված է, որ ամիսը մի անգամ ամբողջությամբ ֆիլտրացիա չարվի եւ չուսումնասիրվի։ Այսինքն յուրաքանչյուր գործողություն ունի 1 ամսվա կյանք։ Երևանի քաղաքապետն այսօր նույնպես անդրադարձավ իր ենթակա կառույցում ձերբակալություններին։ Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են եւ ընդհանուր առմամբ չգիտեմ, էլի այս մակարդակում ինչքան պետք է այդ գործողությունները տեղի ունենան, որպեսզի մենք ընդհանուր առմամբ այս խաղի կանոնները հասկանանք բոլորով, էլի։ Այս տարվա ընթացքում քաղաքային կառավարման համակարգում կոռուպցիոն գործարքների վերաբերյալ 2 քրեական գործ է հարուցվել, 7 աշխատակից է ձերբակալվել։